Եվրոպական հանձնաժողովն այսօր հրապարակել է Եվրոպական միության հարևանության ծրագրի առաջընթացի ամենամյա զեկույցը, որ գնահատում է 2013-ին Հայաստանի արձանագրած փոփոխությունները եւ առաջարկում քաղաքական բարեփոխումների ուղիներ։ Համաձայն զեկույցի 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել։ Ճիշտ է, Եվրոպական միությունը եւ Հայաստանն ավարտեցին բանակցություններն ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառով։ Եվրամիությունը սակայն հավատարիմ է մնում Հայաստանի հետ առաջիկա համագործակցությանը։ Զեկույցը նշում է, որ թեև Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկում է, այդուամենայնիվ դեռ օրենսդրության կիրարկման հետ կապված բավականին աշխատանք կա։ Փետրվարի նախագահական ընտրությունները թեև լավ կազմակերպված էին, սակայն կային մտահոգություններ ընտրական ընթացքի հետ կապված։ Չնայած շարունակական բարեփոխումներին, կա արդարադատության ոլորտի հանդեպ անվստահություն եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների պակաս։ Այս տարի եւս զեկուցվել է ոստիկանությունում իրականացվող խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին, ասում են զեկույցի հեղինակները։ Այս տարվա առաջընթացի զեկույցը փաստում է, որ անցյալ տարվա Եվրամիության առաջարկներից ոմանք Հայաստանը փորձել է իրականացնել, մասնավորապես կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների հետ կապված օրենքի առաջ քաշման, արդարադատության եւ ընտրական օրենսդրության ոլորտներում։ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին համագործակցել քաղաքացիական հասարակության հետ, արձանագրելով, որ անցյալ տարի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվիստների հանդեպ բռնությունները շատացել են։ Եվրամիության զեկույցը նաեւ կոչ է անում հետաքննել բռնությունների դեպքերը, կիրառել ԵԱՀԿ ժմիգի առաջարկները իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների կիրառումը կանխելու համար, բացահայտել 2008 թվականի մարտի իրադարձությունների զոհերի մեղավորներին եւ ոստիկանության այդ օրերի ապօրինությունները, հարգել կրոնի ազատությունը, հստակեցնել օրենսդրական բարեփոխումները, աշխատել մեծամուրի ատոմակայանի հնարավոր արագ փակման, ջանքեր գործադրել մադրիդյան սկզբունքների իրականացման շուրջ եւ խուսափել Ադրբեջանի հետ հարաբերությունների վատ թարացումից։ Հայաստանում մամուլի ազատությունը մնում է անբավարար, Հայաստանը թերացել է նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության զարգացման հարցում, նշում է Եվրամիության հարևանության ծրագրի տարեկան զեկույցը։